Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 11-ն է 2026 թվական։ Խոսենք հայաստանյան զարգացումներից, ընթացքում արդյունքում նաև կանրադառնանք նաև ընտրություններին, որովհետև այն ինչի մասին հիմա խոսում ենք, դա նույնպես ընտրություններին վերաբերող թեմա է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հայտարարություններին։ Ռուսաստանի նախագահի հետ աշխատանքային մակարդակում այդ քննարկումն ունեցել ենք և ես ասել եմ այն, ինչ ասել եմ նաև հրապարակային։ Մինչև այն պահը, երբ դե յուրե և դե ֆակտո ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնի։ Այսինքն, քանի չունենք Եվրամիության անդամակցության հետ կապված օրակարգային հարց, նշանակում է այդ հարցը օրակարգում չկա և մնում ենք հին տեղը։ Վարչապետը շեշտել է, որ համաձայն չէ Պուտինի ապահարզան ձևակերպման հետ։ ԱԺ-ում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում են ամուսնության հետ։ Անկեղծ ասած, ես ընդհանրապես մտածում եմ, որ Պուտինի և Փաշինյանի պարագայում այդ ամուսնության թեման ուժեղ կողմը չէ։ Ավելի լավ է օրինակը երկուսն էլ բերեն ուրիշ թեմաներից, որտեղ իրանք խոցելի չեն։ Համեմատությունը իսկապես տեղին չի։ Հայաստանը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ և մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչպես մյուս անդամները, և քանի դեռ ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք որոշումների կայացմանը, և քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ նման հարց դնել։ Հանրաքվե կանենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի, բայց իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Այսինքն, չկա, մենք օրակարգ չունենք Եվրամիության անդամակցության ու իմաստ չունի դա քննարկել, որովհետև շարունակում ենք ԵԱՏՄ անդամ լինել։ Այսինքն, ուզում եմ ասի, որ դուք էլ հավատում եք, որ մենք ասում ենք Եվրոպա ենք գնում։ Ժողովուրդ ջան, բայց ով է հավատում։ Օրինակ մենք հո գիտենք, որ չի գնում։ Հո նորություն չի, որ ասել ենք։ Նիկոլ Փաշինյանի խոսքով չի եղել, չկա և չի լինելու նպատակ վնասելու Ռուսաստանի Դաշնության շահերին։ Բայց եթե Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կամ Եվրամիություն գնալը դա դեմ է Ռուսաստանի շահերին, նշանակում է Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է Պուտինին, որ մենք չենք անի մի քայլ, որը դեմ է Ռուսաստանի շահերին։ Այսինքն մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանելու է Եվրոպա։ Մենք շարունակելու ենք առաջնորդվել Հայաստանի պետական շահերով, շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, զարգացնել Ռուսաստանի հետ, այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում։ Ըստ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեն աշխատանքային հարաբերություններ, հիմնված փոխադարձ վստահության վրա։ Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում ու միջավայրում, փաստերի ու փաստարկների վրա հիմնվելով։ Հիմա դրա համար ամփոփենք ու հասկանանք, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Եվրոպայից եկան, հավաքվեցին, ողջունեցին, ամեն ինչ ասեցին, ասին Հայաստանը երբեք այդքան մոտ չի եղել Եվրոպային, այդ ամեն ինչ լավ է, եկան, ասեցին, գնացին, մոռացեք, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը Եվրոպա գնալու օրակարգ չունի, քանի անգամ այդ մարդը ասի, որ դուք հասկանաք։ Եվ քանի որ ինքը դա ասում է, ուրեմն մենք էլ դա ասենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը Եվրոպա գնալու օրակարգ չունի, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանին սպասարկող արբանյակ ուժերը նույնպես նման օրակարգ, եթե նույնիսկ հայտարարեն, որ ունեն, ակնհայտ է, որ ոչինչ էլ այդ ուղղությամբ անել չեն կարող։ Եթե իրանք ասում են մտնենք խորհրդարան կմիանանք Փաշինյանից, Փաշինյանը Եվրոպա գնալու օրակարգ չունի։ Կամ էլ թե չէ իրանք չեն գնում խորհրդարան իշխանափոխության համար, հո իրանք նման մտադրություն չունեն, իրանք ուղղակի գնում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկեն որպես ընդդիմություն։ Այսինքն, ձայն տալով Նիկոլ Փաշինյանին մոռացեք Եվրոպան, ձայն տալով Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժերին մոռացեք Եվրոպան, եթե նույնիսկ իրանց օրակարգային հարցում դա գրեն։ Այդ նույն մարդիկ իրանց օրակարգում ասում են նաև գնանք ստորագրահավաք անենք, որպեսզի պարտադրենք իշխանությանը, որպեսզի հարցը դնի
հանրաքվեի եւ մենք ճանապարհ բռնենք դեպի Եվրոպա, արեցին դա, ստորագրությունը հավաքեցին, մարդկանց ասին եկեք ստորագրեք, բայց պարտադրեցին իշխանությանը, թե գնացին նստեցին բանակցային սեղանի շուրջ, Փաշինյանին համոզեցին, ասին բեր ընդունենք, որպեսզի այդ թեման ընդհանրապես ջրենք, բեր ընդունենք օրենքը ու վերջ, ոչ մի բան չես անի։ Մենք ժողովրդին կասենք, որ մենք ենք ձեզ Եվրոպա տանողը, դե Նիկոլ Փաշինյանն էլ տեսակ օրենքը ընդունեց։ Պասերով իրար կենաց խմելը, բայց ժողովուրդը շատ արագ դա հասկացավ եւ առաջի իսկ ընտրության ժամանակ ցույց տվեց, որ տղեկ ջան, ձեր քայլերը լրիվ հասկանալի է։ Եթե դուք սպասարկում եք Նիկոլ Փաշինյանի շահերը, ուրեմն դուք մեզ Եվրոպա տանողը չեք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն էլ տանողը չի։ Դրա համար հստակ մենք ասում ենք հարգելիներս, որ եթե իրական ցանկանում եք, որ Հայաստանը գործնական քայլեր անի դեպի Եվրամիություն, դրա համար ձեր ձայնը տվեք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի նախագահն է Գուրգեն Սիմոնյանը եւ մեր վարչապետի թեկնածուն։ Ես էլ ներգրավված եմ այդ ցուցակի մեջ, ընտրացուցակի մեջ։ Շնորհապետական կուսակցությունը քվեաթերթիկում 4-րդ համարն է։ Եվ այդ դեպքում դուք կիմանաք, կստանանք մեծամասնություն առաջին իսկ գործը հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության, կկազմենք ժամանակացույց, քանի տարի ուզմատևի, ամեն հաջորդ օրը մենք կլինենք մի քայլ առաջ։ Չենք ստանա մեծամասնություն, ձեզ նաև բացատրել եմ, որ հնարավոր է նաև չունենալով մեծամասնություն, այնուամենայնիվ ձևավորել կառավարություն, երբ որ այս երկու հակամարտող ուժերը որևէ մեկը մեծամասնություն չունենա, բայց դա կախված է հենց ձեր ձայներից, որ ինչքան մենք շատ ձայն ստանանք, այնքան ուղղակի կբացառվի նրանց մեծամասնություն ստանալը, որովհետև Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժերը ուղղակի խորհրդարան չեն անցնի, իսկ Սամվել Կարապետյանի արբանյակ ուժերը եթե նույնիսկ անցնեն, հանրագումարով 50%-ը չեն անցնի։ Դրա համար ինչքան շատ ձայն տակ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, այնքան այս երկուսի խաղաքարտերն եք խառնեք։ Այդքան այդ դեպքում կասենք շատ եք ուզում այն մեկը չլինի։ Շատ լավ, ձայն տվեք մեր թեկնածուին եւ այն մեկը չի լինի, դուք էլ չեք լինի։ Բայց կլինի նորմալ ազգային համաձայնության կառավարություն ու ձեր հետ էլ դաշինք չի կազմի, որովհետև դաշինք կազմելու դեպքում պետք է վերցնել նաև ձեր ծրագրային դրույթներից ինչ-որ բաներ, դա ոչ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի ծրագրային դրույթները, ոչ էլ ռուսամետ ուժերը ընդհանրապես թեմա չի քննարկելու համար։ Ուրեմն նշանակում է դաշինքը բացառվում է այդ պարզ պատճառով։ Դրա համար դուք արդեն հասկացաք, որ այս խաղերի մեջ միայն իրական ձևով պետքա ձայն տակ, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչվի։ Եվ դրա համար շատ-շատերը, որ հիստերիայի մեջ են ընկնում եւ իրանց գործի անունը ուղակի համարում են լույսը բացվի Հայաստանի շնորհապետական կուսակցությանը քննադատեն ու Գուրգեն Սիմոնյանին, արդեն մենք ուղակի դրան վերաբերում ենք կարեկցանքով, որովհետեւ եթե մարդը ուրիշ անելիք չունի, եթե մարդը այլևս տենց ցնցակատվածի մեջ հանգնում, առավոտից հիստերիկ ձևով ախր դուք չեք հասկանում, չէ ժողովուրդ ջան, մարդիկ լավ էլ հասկանում են, ինչ կա չհասկանալու։ Եթե դուք բոլորին անուն եք դնում, հատկապես այն ուժին, որ ոչ մեկին չի միանում, այսինքն ասում եմ ոնց թե մանդատ ստանաս եւ աճուրդի չհանես, բանդեղ մարդիկ կան դրան սպասում են, չէ, ուրեմն դու պետք է չստանաս, որովհետեւ բաում համար է այդ մանդատը։ Այն ժողովրդի համար է, որը որ ձայն տալու է։ Ու դուք էլ հանգիստ եղեք, դուք որևէ ազդեցություն Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա չունեք։ Եթե դուք ունենայիք որևէ ազդեցություն, ում որ աջակցում եք, նրանք գոնե կառաջադրվեին, բայց նրանք հասկացան իրանց քաշը եւ ընդհանրապես չմասնակցեցին։ Կամ ինչ որ մի հատ կուսակցություն, որը որ առաջադրվել է իր կյանքի նպատակը նա է, որ ընդհանրապես գիտի, որ ձայն չի ստանալու Գուրգեն Սիմոնյանին քննադատել, նա իր խնդիրը, բա ինչով եք զբաղվում, դուք ինչ ծրագիր եք ներկա, ոնց ինչ ծրագիր, բա Գուրգեն Սիմոնյանին քննադատելը ծրագիր չի, Ժորժ ջան, հանգստացեք, եթե դուք ձեր ամբողջ ռեսուրսով 1% ձայն չունեք, ով ասե, որ դուք պետք է կարողանաք Գուրգեն Սիմոնյանին վնաս տաք, այնա ձայն ունենայիք, դուք կստանայիք էլի, այդ ձեր հակաձայներով համարում եք, որ պետք է ինչ-որ բան վնա, մեկը հարցնի ինչ եք ձեզ կոտորում, ինչ ա պատահել, այդ ինչի տեն չեք կարողանում տանել, այդ ինչի չեք կարողանում ներել, ինչ ա ձեզ հետ կատարվում, ժողովուրդ ջան։ Վերջը
պարբերաբար ինձ ասում են, բա գիտեք, ես ինչ է սա, ասա Ժողովուրդ ջան, որոշեցի ընդհանրապես իմաստ չունի անդրադառնալ էլի։ Զարմանում եմ, որ դուք եք լսում, մի բան էլ ասում եք, լավ մենք էլ լսենք։ Մենք այնքան անելիք ունենք, Ժողովուրդ ջան, բերեք իրար հետ մեր գործերն անենք, մեր ծրագրերը ներկայացնենք, մեր գաղափարները ներկայացնենք, հանրության հետ շփվենք եւ իմանանք ինչ ենք անում։ Եվ փորձենք ամեն ինչ անել, այո, մարզային այցելություններով էլ, հազարով մի տեղ մարդկանց հետ շփումներով էլ շատ օգտակար է տարբեր բնակավայրերում լինելը, միանշանակ դա քննարկելու հարց չի, ժողովրդի հետ շփման հետ կապված դա գերկարևոր հարց է, չնայած մենք ամեն օր ենք ժողովրդի հետ շփվում, որովհետև ապրում ենք այդ ժողովրդի մեջ, մենք թիկնապահներով առանձնացված չենք ինչ-որ տներում, որտեղ մարդկանց հետ շփվենք, մենք ուղղակի այդ ժողովրդի մեջ ապրում ենք, հրաշալի գիտենք, բայց եւ ուզում եմ ասեմ, որ շատ ալնում մարդիկ ասում են, բա չեք գա նաեւ մեր բնակավայր, կփորձենք ամեն տեղ էլ լինենք հարգելիներս, բայց ուզում եմ հասկանան մարդիկ, որ ինչքան էլ կարևոր է ժողովրդի հետ շփվելը, ընտրությունների ժամանակ գործնականում ոչ մեկի հետ բոլորի հետ շփվելը ուղղակի հնարավոր չէ։ Դուք պատկերացնեք, մեր երկիրը մի փոքր է, մարդիկ ուրիշ լոգիկայով են նայում։ Պատկերացնեք հանկարծ Հնդկաստանում ուզենան խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետի տեխնացուն գնա ու 1.5 միլիարդ մարդու, լավ, ընտրության իրավունք ունեցողներին հաշվենք, 1 միլիարդ մարդու ձեռը բռնի։ Այդ իր ձեռը ուղղակի կպոկվի հիմքից։ Կամ ասենք 17.2 միլիոն քառակուսի կիլոմետրանոց Ռուսաստանում նախագահի տեխնացուն գնա բոլոր բնակավայրերում հանդիպի, որպեսզի իրան անձամբ ճանաչեն ու ընտրեն։ 21-րդ դարն է մարդկանց վստահելու, մարդկանց ճանաչելու, նաև պետք է նայել հրապարակային նրա գործունեությամբ, պետք է պատկերացում կազմել նրա մասին, թե չէ զուտ մի հատ անձնական շնփումը անգամ բավարար չի։ Այո, շատերը ուղղակի հարգանքի նշան են համարում, որ տեսակ հարգեցին եկան մեր բնակավայր, փորձենք այդ ամեն ինչը անենք, որ շատ դեպքերում լինում ենք նաև քիչ բնակեցված տեղեր, որ հարցը նա չի թե գնաս քանի ձայն կա այնտեղ։ Մեր հայրենակիցներն են, մեր հողն ու ջուրն են պահում, ձայնի հարցը չի, մարդու հարցն է, վերաբերմունքի հարցն է, որ մարդը իմանա, որ ինքը անտեսված չի։ Բայց եւ ուզում եմ ասեմ իմանաք, որ վաղուց արդեն մարդկանց մասին պատկերացում են կազմում, մարդիկ այսօր հերավար պետություններ են ղեկավարում, անվտանգային ֆորումներ են անցկացնում, միջազգային անվտանգության խնդիր են լուծում հերավար կարգով։ Վաղուց պետք է մենք արդեն նաեւ դա հաշվի առնենք, եւ այդ ձևով առաջնորդվենք։ Իսկ հիմա դրա համար մտածեք, որ նաեւ այն ինչ գործիքակաց որ ունենք, փորձենք ամեն ինչից օգտվենք, անվճար եթեր կլինի, անվճար այդ բաներներ կլինի, որ դրա վրա կամրացնեն այդ ամեն ինչը կանեն, բայց եւ միևնույն ժամանակ հասկանում եք, որ ում հետ ենք պայքար մղում, դրա համար մինչեւ այլ նյութերին անցնելը խոսեմ նաև կայքի հետ կապված, եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք մեր նյութերը, շատ-շատերը, որոնք տեղյակ չեն, շատ ավելի ձեզ համար հեշտ է, որ ուղարկում եք մի հատ նյութ, ասում եք նայեք, դուք ինքներդ կհամոզվեք, մեկ է կարճ ժամանակ հետո տեսնում եք, որ այդ մարդը դառնում է մեր հետևորդը եւ ասում է, բա շուտ ասեիք, այս բանը այսպես է։ Շատերն են գրում, որ իսկապես այդ աշխատանքը տանում են եւ անկեղծորեն ասեմ, այն մարդիկ, ովքեր մեզ ասում են, որ մենք այս բաներն անում ենք, ինչու ենք մենք դրան հավատում, այնպես չի որ ասում են ամեն ասածին չի կարելի հավատալ։ Եթե որևէ մեկը դա ասի իշխանությանը, կասեն վախենում է։ Եթե որևէ մեկը ասի փողբաժանող ռուսամետ ուժերին, դա էլ կասեն երևի ինչ որ առիթով է ասում։ Նրանք լավ գիտեն, որ մենք փողբաժանող չենք, նրանք լավ գիտեն, որ մենք որևէ լծակ չունենք իրան շահը գրգռելու, դա ուղղակի ազնիվ կարծիք է, որ ասում են մենք ուզում ենք, որ դուք ըլնեք ու այդ ուղղությամբ քայլեր ենք անում։ Նույնիսկ մարդիկ, որոնց մենք չենք էլ այդ մասին ասել։ Դրա համար, եթե նաև ցանկություն կունենաք ալիքին ձեր ֆինանսական աջակցությունը ունենալ, մտեք դյութի նկարագրական մասը, դա կլինի բանկային փոխանցում, քարտային փոխանցում, դա կլինի արագ փոխանցում, թե իդրամ կլինի, թե պատրոն, PayPal, մի խոսքով բոլոր տարբերակները, բայց շատ ավելի կարևորում եմ այս ընթացքում, որ նաև կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, գիտեք, որ բավական կոշտ ձևով այդ ամեն ինչը արվում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերահսկվող, մարդիկ ովքեր հանդիսանում են Հայաստանի քաղաքացի կլինեն Հայաստանում, թե Հայաստանից դուրս, եթե Հայաստանի քաղաքացի են, միայն իրենք իրավունք ունեն կուսակցությանը նվիրատվություն անելու, տվյալները բոլորը Գուրգեն Սիմոնյանի Facebook-յան էջում կա,
Իսկ եթե հանկարծ կտեսնենք, որ այդ տարբերակը չի, կմտածենք այլ տարբերակներ, որ օրենքը չխախտենք, գիտեք ինչ ձևով է վերահսկվում, բացարձակ նպատակ չունենք օրենք խախտելու, պարզապես կմտածենք մեր աշխատանքներն ինչպես անենք, որ օգտակար լինենք մեր ծրագրերը հանրությանը ներկայացնելու հարցում։ Իսկ հիմա այն ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը Պուտինին հակադարձելու հետ կապված, Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտակոսը մեկնաբանելով Եվրամիությանը եւ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները հայտարարել. Եվրամիությունը կաջակցի Հայաստանին եւ անդամ դառնալու ցանկության հարցում եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաեւ ԵՄ Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ճանապարհով են նրանք ցանկանում գնալ եւ Եվրոպան կաջակցի նրանց, ասել է Մարտակոսը։ Իդեպ դա եվրոպական կառույցում հանդիպման ժամանակ է ասել, ուզում ասեմ, մեծ ցիրաշահելու համար չի ասել, այնտեղ ասել, որ իրանք Հայաստանին կաջակցեն։ Այսինքն իրանք բարձր են գնահատում այդ շփումը Հայաստանի հետ, բայց լավ հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանը այդ ուղղությամբ քայլ չի անելու։ Ու հետո շատ-շատերն ասում են, բա մեզ ով է սպասում, բա մեզ երբ են սպասում, ով է դա ասել, դա ասում են նաև շատ տարբեր պաշտոնյաներ են ասել Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտակոսը։ Այնպես որ հիմա դուք տեսնում եք, որ այո, մենք իրոք, եթե գործնական քայլեր անենք, մենք կհասնենք այդ ճանապարհին։ Իսկ հիմա նայենք մեր շուրջ ինչ է կատարվում, որտեղ դրա ազդեցությունը շատ կարևոր է թե աշխարհի, թե տարածաշրջանի, թե մեր երկրի վրա։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Թեհրանը ներկայացել է իր պայմանները Վաշինգտոնին, շեշտը դնելով սեփական, տնտեսական եւ անվտանգային շահերի վրա։ Իրանական նավերի դեմ ծովահենությունը դադարեցնելու Իրանի պահանջը, իրանցի ժողովրդին պատկանող ակտիվները ազատելու Իրանի պահանջը, որոնք արդեն երկար տարիներ ապօրինաբար պահվում են օտարերկրյա բանկերում ԱՄՆ-ի ճնշման պատճառով, արդյոք սա չափազանցված պահանջ է։ Հորմուզի նեղուցում անվտանգ երթևեկություն ապահովելու մեր առաջարկը արդյոք սա չափազանցված պահանջ է։ Իրենց պահանջները լիովին օրինական են եւ ուղղված են տարիներ շարունակվող անարդարության վերացմանը։ Իրանը ցավում է, որ Վաշինգտոնում գերակշռող են հակամարտության կարգավորման հարցում Իսրայելի կողմից արտադրված տեսակետները եւ ԱՄՆ շարունակում է պնդել իր անհիմն պահանջները։ Այսինքն դեռ հարցը լուծված չի, ամեն օր տասնյակ հայտարարություններ են լինում, բայց դեռ վերջնական ոչինչ պարզ չէ, լարվածությունը թուլացած չէ, ուղղակի զինադադար է կարճ, մինչև լուծումներ, որոնումներ, մինչև ինչ-որ բան կարողանան գտնեն, բայց միևնույնն է դա նշանակում է, որ մեր տարածաշրջանը պայթունավղանգ է, նշանակում է խոսել տարածաշրջանային քաղաքականության մասին, նորից հիշենք Ալեն Սիմոնյանի ասածը, որ ասում է, այո, մենք պետք է չմիացող երկիր լինենք, ոչ մեկին չմիանանք, ռեգիոնալ քաղաքականություն պետք է վարենք, այդ ռեգիոնալ քաղաքականությունը եւ թվարկում է այդ 4 պետությանը, որից մեկը Իրանն է, տեսնում ենք վիճակը ինչ է, բայց մյուսը բառ անգամ չի ասում 102-րդ բազայի դուրս գալու մասին։ Եթե մենք խոսում ենք ռեգիոնալ քաղաքականության մասին, ոչ թե ապավինենք Ռուսաստանին, Եվրոպային, ՆԱՏՕ-ին կամ Ամերիկային, բա Ռուսաստանի բազայի դուրսբերման հարցը ինչու օրակարգում չի։ Ընդհանրապես չի էլ քննարկվում։ Այսինքն ում համար եք դա ասում։ Դա նշանակում է, որ այսօր մտածել ռեգիոնալ քաղաքականություն վարել, երբ որ այդ ռեգիոնի հետ ում հետ է մեր շահերը համընկնում։ Կհամընկնի մի դեպքում, եթե մենք լինենք իշխանության եւ Վրաստանին էլ ասենք, միասին գնում ենք Եվրոպա։ Դու ես մեր առաջ ճանապարհը բացել, հիմա մենք քեզ կօգնենք, որ դու այդ ճանապարհով գնաս, որը դու ես մեր առաջ բացել։ Իսկ մնացած դեպքերում ում հետ է մեր շահերը համընկնում։ Նիկոլ Փաշինյանի շահերը համընկնում է Թուրքիայի, Ադրբեջանի հետ, բայց արդյոք դա Հայաստան պետության եւ հայ ժողովրդի շահերից է բխում։ Միանշանակ ոչ։ Մի փոքր մարդկանց խումբ, որոնք կարող է այդ ձևով մտածեն զուտ իրենց շահադիտական նպատակներով։ Իսկ հիմա նայենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել, որ անընդունելի է Իրանի պատասխանը պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի վերջին նախագծի վերաբերյալ։ Այսինքն այն ինչ որ իրանք թվարկեցին, որ ինչ պահանջներ են ներկայացրել Միացյալ Նահանգներին։ Ինձ դուր չի գալիս նրանց նամակը, այնտեղին չէ, ինձ դուր չի գալիս նրանց պատասխանը, այն միանգամայն անընդունելի է։ Բայց դեռ նամակը չէր ստացել Թրամփը, հույս ուներ, որ դրական է, հույս ուներ, որ լավ ալնելու։ Լավ հնարավոր չի մի հատ սпасել այդ նամակը ստանալ, նոր տեսնել իրականում այդ հույսերն արդարացված են թե չէ։ Քանի հատ
չարդարացված հույսեր պետք է ձեր մոտ արթնանա, որ հասկանաք, որ դուք չեք տիրապետում Իրանում ինչա կատարվում։ Նույնիսկ այսքան ծանր վիճակում գտնվող Իրանի պարագայում դուք լուծումը չեք գտնում, ոնց նրա այդ լեզու գտնեք կամ ոնց նրան տապալեք, չեք կարողանում ուղղակի։ Ու կրակն եք գցում աշխարհին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները։ Միացյալ Նահանգները թիրախավորում են ցանկացած իրանցու, որը փորձում է հասնել երկրում գտնվող բարձր հարստացված ուրանի պաշարներին, նշելով, որ միջուկային նյութը գտնվում է ամերիկյան զինվորականների մշտական հսկողության տակ։ Մենք դա կստանանք ինչ-որ պահի, երբ ուզենանք, մենք հետևում ենք դրան։ Եթե որևէ մեկը մոտենա այդ վայրին, մենք դա կիմանանք և կպայթեցնենք նրան, ասել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե, մասամբ դա ճիշտ է, մասամբ էլ վախեցնում է, որ հանկարծ որևէ բան չանեք, մեկա մենք ձեր բոլորին հետևում ենք։ Մենք գիտենք ինչ ձևով եք հետևում, որ այսքան ամիս հետո սկի չեք հասկանում այնտեղ ինչա կատարվում։ Չենք ասում է ուրանին հետևեք, դուք չգիտեք պետական կառավարման հետ կապված ինչ պետք է անեք։ Իսկ դա խնդիր է առաջացնում։ Իդեպ ասեմ ձեզ, մենք շատ ենք խոսել, որ իսկ ով է ասում, որ մեծ ծռնտու է, որ Իրանը ունենա միջուկային զենք եւ տարածաշրջանում ինքը այնպես գերիշխանություն հաստատի, իսկ իր վերաբերմունքը գիտենք Համաս, Հեզբոլլահ, Հութիներ եւ այլ եւ այլ։ Բայց դա մենք չի որ կարող ենք նրան կանխել կամ էլ ասենք չենք ուզում ինքը ունենա։ Ես պաշտոնյա չեմ, հանգիստ ձեր հետ խոսում եմ ու ասում եմ, այդքան էլ այդպես չի, որ մեր շահերից է բխում, որովհետեւ ում անվտանգությունը պետք է ապահովի, մաքսիմում իրա, բայց ում նկատմամբ պետք է վարկագիծ դրսևորի առնվազն Հայաստանի, որ ասի դուրս չի գալի ձեր արևմտյան խաղերը։ Այնպես որ դա մեր շահերից չի բխում, բայց մենք չի որ դա պետք է որոշենք։ Իսկ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղային ասել է, Իրանի իշխանությունները հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացիկ հաղորդագրությունների փոխանակման ժամանակ չեն շոշափում հանրապետության միջուկային ծրագրի հետ կապված հարցեր։ Այս փուլում մեր ուշադրությունը կենտրոնացված է պատերազմի ավարտի վրա, ինչ վերաբերում է միջուկային հարցին, Իրանի նյութերին եւ հարստացման հետ կապված թեմաներին, թե ինչ որ որոշումներ կկայացվեն եւ ինչ տարբերակներ կդիտարկվեն, դա այն հարցն է, որը մենք անպայման կքննարկենք, երբ գա ժամանակը, ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ։ Այսինքն ինչպես տեսնում եք, Իրանը ասում է, որ մենք Ամերիկայի հետ ուղղությամբ չենք բանակցում եւ այդ ուրանը հարստացված չենք տալու Իրան։ Չգիտենք ինքը իր համար ինչա որոշել։ Իսկ Չինաստանում Իրանի դեսպան Ռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է երաշխավորված լինի այնպիսի մեծ եւ ազդեցիկ տերությունների կողմից, ինչպիսիք են Չինաստանը եւ Ռուսաստանը։ Այս է այն խայտարակությունն է, որի առաջ կանգնացրեց Միացյալ Նահանգները հենց Դոնալդ Թրամփը իր երկիրը, ինչի համար, որովհետև տեսեք, միջազգային երաշխիք հաուզում եւ ով ելնի Ռուսաստան, Չինաստան։ Այս այն Չինաստանն է, որին ցանկանում էր մեկուսացնել Դոնալդ Թրամփը։ Այս այն Չինաստանն է, որ հետո էլ ցանկանում է Սի Ցզինպինի հետ լավ հարաբերություն ունենա։ Եվ Ռուսաստանը, որին որպես ագրեսոր պետք է պատժեր, հիմա Ռուսաստանին որպես գարանտ են պատկերացնում։ Այդ գարանտ Ռուսաստանը չէր, որ Բուդապեշտի մեմորանդումից հետո մտավ Ուկրաինայի տարածք ինքն է երաշխավորեց։ Ռուսաստանի երաշխիքը կա, բայց հարցը դա չի։ Այսօր Իրանը ասում է, ես վստահում եմ Ռուսաստանին եւ Չինաստանին։ Մենք էլ ասում ենք, մինչեւ Ռուսաստանի հարցը չլուծես, Չինաստանը հետ չի քաշվելու։ Եվ կկարողանաս չեզոքացնես Իրանին եւ հետ կքաշվի Չինաստանը։ Չարեցիր, այդ երեքը միասնական են գործելու։ Անպայման պետք է դեսպանը ասի, որ իմանաք ինչ ալնելու։ Հաշվի առնելով Չինաստանի դիրքորոշումն Իրանի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի մյուս երկրների հետ հարաբերություններում, Պեկինը կարող է դիտարկվել որպես ցանկացած համաձայնության երաշխավոր, նշել է դեսպան Ֆազլին։ Ներողություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Իրանը 47 տարի շարունակ խաղում էր Միացյալ Նահանգների եւ ողջ աշխարհի հետ ու վերջապես հասավ իր ուզածին, երբ նախագահ դարձավ Բարաք Հուսեյն Օբաման։ Օբաման չափազանց բարյացկամ էր նրանց հանդեպ, փաստացի անցավ նրանց կողմը, երես թեքեց Իսրայելից, ամենակարևորը երես թեքեց Իսրայելից։ Всё, Թրամփի համար դա մահացու վիրավորանք է։ Ու մեր մյուս բոլոր դաշնակիցներից եւ Իրանին զարգացման հզոր նոր հնարավորություն տվեց։
Նրանք վերջապես գտան բոլոր ժամանակների մեծագույն հիմարին, իդեմս թույլ և անուղեղ ամերիկյան նախագահի։ Նա աղետալի առաջնորդ էր մեր երկրի համար, բայց նույնիսկ նա այնքան ահատը չէր, որքան քնկոտ Ջո Բայդենը։ Այսինքն սա երևի մի 100 անգամ լսած կլինեք, 101-րդ անգամ կարդացի, որ դուք պատկերացնեք, որ այս մարդու պատկերացումը չի փոխվում, մինչև ինքը պաշտոնին հրաժեշտ չտա, էտա ուրիշ ձևով ինքը իր բառապաշարը, իր պատկերացումները, իր ասածը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահային ամենավերջին վիրավորանք ասելով գիտի, որ ինքը պաշտոնը թողի իր հասցեին չեն ասելու, ամենահնարավոր մանր-մունր բաներն անելով, նկարը պատից անելով, չգիտես ինչեր անելով, այս ամեն ինչը ուղղակի Ամերիկայի շահերին է հարված, բարեբախտաբար Ամերիկան այն երկիրը չի, որին կարողանա Դոնալդ Թրամփը անդառնալի վնասներ հասցնի, թեպետ շատ մոտ է շատ հարցերում, որ այդ վնասները անդառնալի են։ 47 տարի շարունակ իրանցիները մեր քթից բռնած ման էին տալիս, ստիպում էին մեզ սպասել ինքնաշեն ռումբերով, սպանում էին մեր մարդկանց, ճնշում էին բողոքի ցույցերն ու վերջերս սպանեցին 42,000 անմեղ ու անզեղ ցուցարարների, ծիծաղելով մեր այժմ նորից հզոր երկրի վրա, բայց նրանք այլևս չեն ծիծաղելու, եզրափակել է Թրամփը։ Բայց այդ ամեն ինչը ասեց, այս պայքարի, այդ պատերազմի արդյունքը չտեսանք։ Գոնե դա տեսնեինք, ասեինք այդ տեսար, ինչ-որ բան փոխվեց, չնայած որ այդ գնահատականները հաստատ օբյեկտիվ չեն։ Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզայի մեր զսպվածությունն այսօր ավարտվեց, իրանական նավերի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում երկիրը կպատասխանի ամերիկյան նավերի և ռազմաբազաների դեմ ծանր վճռական հարվածով։ Ժամանակը չի աշխատում ամերիկացիների օգտին, նրանց շահերից է բխում հիմարություններ չանել և էլ ավելի չխրվել այն ճահճի մեջ, որի մեջ ենք ելեն, լավագույն ելքը հանձնվելն ու զիջումների գնալն է։ Պետք է սովորենք նոր տարածաշրջանային կարգին, ընդգծել է Ռեզային։ Ասա այն մթնոլորտը, ինչպես տեսնում եք, զիջելու որևէ մտադրություն չունեն, նույնիսկ այն վատ ու ծանր վիճակում, որում գտնվում են։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան, մենք երբեք գլուխ չենք խոնարհի թշնամու առաջ, և եթե խոսքը գնում է երկխոսության կամ բանակցությունների մասին, դա չի նշանակում կապիտուլյացիա կամ նահանջ։ Ընդհակառակը մեր նպատակն է պաշտպանել իրանական ազգի իրավունքները և անսասան ուժով պաշտպանել ազգային շահերը։ Իսկ հիմա հասկանանք Իսրայելի վարչապետի մոտեցումը այս ամեն ինչին։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաները Իրանի, տեսնում եք, նույն վճռականությամբ պաշտպանում են մեկ ընդհանուր տեսակետ։ Սա նշանակում է, որ գտնել տարբերակներ որևէ մեկին իրանցով անելու ուղղակի չունեն։ Մի հատ պաշտոնյան էին գտել, հազիվ նրա այդ հարցերը լուծում էին, այն էլ Իսրայելը հասկացավ, որ եթե նրան չսպանեն, հարցը չի լուծվի, Ալի Լարիջանին հարցը չի լուծվի, դրամաշարքից անեցին, որ բանակցություններ չլինի, մտածում էին բանակցությունների ճանապարհով իրանք իզանացուցածին չեն հասնի, կարելի է ասել հիմա հասակ։ Հիմա Նեթանյահուն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փաստացի խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմից առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ամբողջությամբ չէին պատկերացնում, թե որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ իրավիճակը Հորմուզի նեղուցի համար։ Իսրայելի վարչապետին խնդրել են մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Իրանի դեմ ռազմական գործողություններից առաջ նա ամերիկյան կողմի հետ զրույցներում պնդել է, իբր Իրանի ղեկավարությունն այնքան կթուլանա, որ չի կարողանա փակել Հորմուզի նեղուցը։ Չեմ կարծում, թե մենք կարող էինք դա հստակ հաշվարկել, բայց կարծում եմ, որ Հորմուզի նեղուցի խնդրի չափերը հասկացել ենք հենց մարտական գործողությունների ընթացքում, նշել է Նեթանյահուն։ Ես չեմ ասում, թե կարող եմ կատարյալ ձևով կանխատեսել իրադարձությունների զարգացումը, ոչ ոք չի կարող անել դա, այդ թվում նաև իրանցիները, հավելել է Իսրայելի վարչապետը։ Առաջի անգամ Բենյամին Նեթանյահուն խոստովանում է, որ իրենց հաշվարկների մեջ սխալվել է, բայց մեկ է, Բենյամին Նեթանյահուն պետք է հանգիստ լինի այդ հարցում, մենք ունենք մի քանի հայ վերլուծաբաններ, որոնք ասում են, եթե նույնիսկ Նեթանյահուն սխալ է, ուրեմն Նեթանյահուն ճիշտ է։ Այմարդ այտենց Նեթանյահու պաշտ նույնիսկ Նիկոլա Պաշտների մեջ չկա, Ժորժ ջան, ձեզ այդ ինչ է կատարվում։ Մի հատ կողմնորոշվեք, ասենք Իսրայելի վարչապետի արածը իր երկրում չեն ընդունում։ Այդ ինչ եք տենց ոգևորվել, խառնվել իրար։ Հիմա Նեթանյահուն ասում է, որ ինքը իր հաշվարկների մեջ սխալվել է։ Գոնե դուք հասկացաք, որ դուք էլ եք ձեր հաշվարկների մեջ սխալվել։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին։ Ես ուզում եմ աստիճանաբար հասնել զրոյի մեր ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը, ասել է Նեթանյահուն։ Թել Ավիվը Վաշինգտոնից տարեկան ստանում է 3.8 միլիարդ դոլար։ Էնպես չի, այդ 3.8 միլիարդ դոլարը Իսրայելի համար շատ ծանր թիվ է, նույնիսկ Իրանը նման փոքր երկրի պարագայում, բայց հարցը դա չի, իհարկե ինչ էլ որ Ամերիկայից փոկում է դա լավ է, բայց հիմա հասկանում եմ, որ չի աշխատում այս մեխանիզմը, որովհետև այն ինչքան որ շատ մեծ հույս դրեց Տրամպի վարած քաղաքականության վրա, Նեթանյահուն շատ ենք այդ մասին խոսել, ինքը ուղղակի վատություն արեց նաև իր երկրին։ Իսկ վաղը մյուս օրը Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս այդպես երես չի տա Իսրայելին, նույնիսկ չեն կարողանա վերադառնալ նախատրամփյան ժամանակներին, որովհետև Նեթանյահու ստիպված ոգևորվեց, ոչ մեկը այնքան բան չի արել, ինչքան Տրամպը եւ այլ, ինքը ուղղակի ամեն ինչը կապեց Նեթանյահու-Տրամփ հարաբերությունների վրա, այլ ոչ թե Ամերիկա-Իսրայել։ Իսկ դրա հետևանքները լինելու են համենայն դեպս Իսրայելի համար ցավոտ։ Ինքը դա շատ լավ հասկանում է եւ փորձում է անգամ ռազմական օգնությունից հրաժարվել զուտ նրա համար, որ ասի այնպես չի, որ ես ձեզանից կախվածություն ունեմ, բայց եւ միևնույն ժամանակ փոխանակ շնորհակալ եմ, ապերախտություն եմ անում։ Ուղղակի որ փորձի որպես գործընկեր Ամերիկայի հետ հարաբերվի, բայց իրանց քաշային կատեգորիաները այնքան տարբեր է, Իսրայելը չի կարող Ամերիկայի հետ հավասարի գործընկեր լինի։ Իսրայելը կարող է ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին ուղղակի առանց փամփուշտ կրակելու գերի վերցնի, դա էլ կախված է ուղղակի նրա կապերը հրյաների հետ, որի պարագայում նա ուղղակի մի կողմ է դնում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական շահերը, բայց դա երկար այդպես առաջ չի գնա, դրանով ավելի շատ վատություն է անում Իսրայելին, որովհետև ամբողջ աշխարհի շատ ազդեցիկ երկրներ ընդունում են, որ նրանք ինքնապաշտպանության իրավունք ունեն, բայց այսպիսի հարձակողական նախաձեռնողական քայլերի ուղղությամբ ցույց տվեք, քանի երկիր կա, որոնք արդարացնում են Իսրայելի վարքագիծը։ Նույնիսկ եթե զգուշավոր արդարացնեն Ամերիկային, Իսրայելը քանի երկիր է արդարացնում։ Իսկ սա տեղի ունեցավ այս սխալի պատճառով։ Հետո էլ հասկացան, որ սխալ էին հաշվել Իրանի հետ կապված։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հոդված է հրապարակել, որում կանխատեսել է տարածաշրջանից ԱՄՆ-ի շուտապույտ եւ անխուսափելի հեռացումը։ Իրանի դեմ դիմակայությունում Վաշինգտոնի պարտությունը կդառնա պատմական շրջադարձ, որը համեմատելի կլինի բրիտանական գաղութատիրության մայրամուտի հետ։ Կայսրությունը, որի վրա ժամանակին ասում էին, թե արևը երբեք մայր չի մտնում, կործանվեց։ Այսօր ԱՄՆ կայսրությունը միանշանակ փլուզվում է Իրանից ու դիմադրության ճակատից կրած պարտության, ինչպես նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի հաստատած լիակատար վերահսկողության հետևանքով, գրել է Վելայաթին։ Ինչպես տեսնում եք, Ժողովուրդ ջան, այս է Իրանի հռետորաբանությունը, այս սա է, որ մենք ասում ենք պետքա շատ զգուշ լինենք, շատ հավասարակ շռված լինի մեր քայլերը, անկախ նրանից Իրանը ինչ դիրքորոշում կունենա, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անվտանգային բաղադրիչ մենք չունենք, վատավոր չունենք, բայց տեսանք, որ ովքեր որ ունեն ինչ տեղի ունեցավ, արդյունքում մենք ուղղակի իրավիճակին մեր մոտ առանձնապես չենք տիրապետում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը ինչ է ասում. Ուկրաինայի կողմից առանց զինված ուժերի Դոնբասից դուրսբերման կարգավորման գործընթացը կմնա փակուղում, նույնիսկ բանակցությունների 10-րդ փուլից հետո։ Կիևը վաղ թե ուշ կհասկանա, որ ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը Դոնբասից եւ դա կանի։ Այսինքն պետք էր միլիոնից ավել զոհ տալ, պետք էր 5-րդ տարին կռվել, պետք էր որտեղ որ գրավել են հողին հավասարացնել, թե դա ով է վերականգնելու, չգիտենք, եւ մեկ էլ էս պարագայում ասել Դոնբասից զորքը հանել։ Ժողովուրդ ջան, դուք քարտեզները Չինաստանի չեք տեսնում։ 1.5 միլիոն քառակուսի կիլոմետրանոց ռուսական Չինաստանը չեք տեսնում, հետևողականորեն այդ տարածքը բնակեցնելը չեք տեսնում, որ բոլոր տեղերը իրանց քաղաքացիներին բերում են ու բնակեցնում են, օգտակար հանածոները օգտագործում են, հողերը վերցնում են, աշխատացնում են, բան են անում, գործարաններ են վերցնում, որոնք քաղաք են կազմավորել այդ մի գործարանի վրա ու բոլոր աշխատողներին հանում ասում են ի վիճակի լինեիք դուք կաշխատացնեիք, եթե ի վիճակի չեք մենք մեր մարդկանց կբերենք, այդ մարդիկ քաղաքացիություն են ստանալու եւ Ռուսաստանը ուղղակի առանց փամփուշտ կրակելու գրավեն, Դոնբասի կռիվ եք անում, ժողովուրդ ջան, այս խելքով եք ուզում
ուզում Հայաստան կառավարեք։ Այս խելքով են մեր մոտ էլ ուզում են ասում մնանք Ռուսաստանի ազդեցության տակ, ոչ միայն ռուսամետները, այլև Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի դեմ ոչինչ չենք անելու եւ մեկ է Ռուսաստանի հետ մեր օրակարգը չենք վերանայելու։ Այս խելքով այս Ռուսաստանի հետ կապված, որոնք իրանց համար սկզբունքային են համարել Դոնբասը, վերջ, մնացածը ոչ մեկը չգիտի ինչա կատարում։ Պարոնայք ռուսամետներ, դուք տեղյակ եք, որ Ռուսաստանին եք մեզ առաջարկում, բայց այդ բոլոր տեղերից ինձ զանգում են, ձեզ չեն զանգում, չեն ասում ինչա կատարվում։ Ինչ եք մեզ առաջարկում։ Դուք տեղյակ եք։ Չէ, դուք տեղյակ եք, բայց ինչի եք խաբում։ Չինաստանի ժողովրդական հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակուն Չինաստանը ձգտում է Ռուսաստանի հետ բարիդարացիական հարաբերությունների ամրապնդմանը եւ բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության առաջմղմանը։ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին այսուհետ եւս առաջնորդվել հավերժ բարիդարացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական գործընկերության, փոխշահավետ համագործակցության եւ ընդհանուր շահերի ոգով մշտապես ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, նպաստելով գլոբալ կառավարման արդար եւ ողջամիտ համակարգի կառուցմանը։ Այս հիմա սա ինչի համար տենց շատ արագ իրանք արձագանքեցին, հաղթանակի օրվա հետ կապված Պուտինը բաներ ասեց, իրանք էլ պատասխան խոսքով խոսեցին, բայց սպասում են Դոնալդ Տրամփին։ Դոնալդ Տրամփի հետ հանդիպումից առաջ էր այս Ռուսաստանի կենացը, որ խմում էին։ Ինչպես տեսնում եք, Իրանը ասում է Ռուսաստան, Չինաստան, ինչպես տեսնում եք, Չինաստանն ասում է Ռուսաստան, իսկ Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփը մայիսի 13-ից 15-ը պետական այց կկատարի Չինաստան։ Նշվում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ Սա կլինի ԱՄՆ գործող նախագահի առաջին այցը Չինաստան 2017 թվականից ի վեր։ Հիմա տեսնում եք, Դոնալդ Տրամփը գնում է Չինաստան, ինչ հարց լուծել, որ գնա։ Իրանի հարցը լուծել է, թե չէ, թե ոչ։ Ոչ, Ռուսաստանի հարցը նույնպես չի լուծել։ Թայվանի հետ կապված ինքը բավական վճռական պետք է Թայվանը պահի, եթե չպահեց լուրջ կախվածության մեջ հանգնելու Չինաստանի հետ, բայց եթե պահեց, լուրջ խնդիր ունենալու Չինաստանի հետ։ Այսինքն այս պարագայում է Դոնալդ Տրամփը, որ ընդամենը մեկ ճիշտ քայլ պետք է աներ՝ օգներ Ուկրաինային ռազմավարական պարտության տանել Ռուսաստանին։ Վերջ։ Պետք է ինչ-որ մի պահ ինքը այդ մտքի հետ հաշտվի, շատ ձգեց, եկավ նոյեմբերի 3-ը իշխանությունը կորցրեց, այդ դեպքում հաշտվի չհաշտվի լումա հետաքրքիր իր արածը։ Հիմա է որ պետք է ինքը անի, որ գոնե դա նպաստի, որպեսզի գոնե ինքը խնդիրներ չունենա նոյեմբերի 3-ի կոնգրեսի ընտրությունների հարցում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր ԵՄ հաջորդ գագաթնաժողովում ես նոր ուղղություն կսահմանեմ Բրիտանիայի համար։ Նախորդ կառավարությունը բնորոշվեց Եվրոպայի հետ մեր հարաբերությունների խզմամբ։ Այս լեյբորիստական կառավարությունը կբնորոշվի Եվրոպայի հետ մեր հարաբերությունների վերականգնմամբ, Բրիտանիան դնելով Եվրոպայի սրտում։ Փայլուն տեսակետ ու մոտեցում է Քիր Սթարմերի, նորից չխաբվեք, որ Քիր Սթարմերի վարկանիշը ցածր է Մեծ Բրիտանիայում, որովհետև դա իր ժողովուրդն է, նա գիտի, որ նա հակաճգնաժամային ծրագիր չունի, այդ մենք էլ գիտենք, որ ինքը չունի, մենք էլ գիտենք, որ ինքը գիտի, որ չունի, բայց միևնույնն է, այն խնդիրները, որը Քիր Սթարմերը լուծում է արտաքին քաղաքական հարցերում, ուղղակի ոսկե տառերով իր անունը կգրի պատմության մեջ։ Այդ չկասկածեք։ Այո, իրան չեն սիրելու իր երկրում, հայտնի պատճառներով։ Հարկեր, մաքսեր եւ այլ գներ, հա։ Բայց երբ որ ինքը խոսում է, որ Եվրոպայի սրտում հայտնվել է, իհարկե շատերը հիշում են, որ պահպանողական կուսակցության ժամանակ եղավ հանրաքվե, որի ժամանակ 2016 թվականին հենց եղավ Brexit-ը եւ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից դե որոշակի ընթացակարգով։ Այդ ժամանակ այո Դեյվիդ Քեմերոնն էր վարչապետը, որի մտքով անգամ չէր անցնում, որ կարող է քվեարկեն Եվրամիությունից դուրս գալով, որովհետև ինքը մնալու կողմնակից էր։ Ու երբ որ քվեարկեցին դուրս գալու համար, ինքը հրաժարական տվեց, ասեց, եթե այս խոսքը այդքան հեղինակավոր չի եւ այս որոշումը կայացրեցին, ինքը դուրս եկավ։ Բայց որոշ ժամանակ իհարկե մի քանի պահպանողական վարչապետներ փոխվելուց հետո, երբ որ եկավ Ռիշի Սունակը, բավական լուրջ
ինտելեկտուալ, շատ լուրջ top մենեջեր, շատ լուրջ կազմակերպիչ եկավ, բայց այնպես եղավ վիճակը այնքան վատ էր, որ ընտրությունների ժամանակ արդեն պարտվեցին պահպանողականները, Ռիշի Սունակը արտգործնախարար նշանակեց Դեյվիդ Քեմերոնին, այսինքն այն Քեմերոնին, որը Եվրամիության ժամանակ Մեծ Բրիտանիային ներկայացնում էր եվրոպական երկրների հետ եւ ինքը սերտ համագործակցության հետ կապված քայլեր էր անում Եվրոպայի հետ եւ մտածում են, որ այո, ուշ թե շուտ գալու է մի պահ, որ պետքա Բրիտանիան քայլանի նորից վերադառնա Եվրամիություն եւ նույն պատահական չէ, որ ասում էի Մեծ Բրիտանիան մի քիչ ֆիքստուլ պետությունա, այդտեն չի կոտրվի էլի, ինքը որոշել է դուրս գա, հետո մի հատ էլ որոշի հետ գա մեղայականով, ձև պետք է գտնվի, որ ասեն, որ քո անհրաժեշտությունը շատ կարևոր է, որպեսզի ինքը այդ առիթը օգտագործի վերադառնա, առիթը կարող է լինել, որ Ամերիկան ձեռը քաշում է Եվրոպայից, ուրեմն պետք է Եվրամիությունը ուժեղացնել, այդ ուղղությամբ կարող են արդարացնել դա անել, որովհետև եթե հիմա հանրակրվե անեն, այո, Եվրամիությանը միանալու որոշում կկայացվի։ Իհարկե Եվրոպան նեղացած է Ստարմերից, Բրիտանիայից, դա էլ չմոռանանք, եւ այն արտոնյալ վիճակը, որ Մեծ Բրիտանիան ուներ իր ֆունտի հարցը, այսինքն Շենգեն գոտում չէր, բանի եվրոյի գոտում չէր, Շենգեն գոտում չէր, հիմա արդեն եթե ինքը միանա, պետք է ամբողջ փաթեթով ու ծավալով միանա, որովհետև այլևս իրան չի ներվի այդ արտոնյալ վիճակը, բայց հիմա եթե Մեծ Բրիտանիան գա, իրան էլ պետք չի ելնելու այդ արտոնյալ վիճակը, ինքը պետք է գա այդ լուծը քաշի առաջին հերթին Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ, ինչը հիմա անում է։ Եթե իսկապես օբյեկտիվորեն իրանք հասկանան, որ Մեծ Բրիտանիայի վերադառնալը Եվրամիություն չափազանց կարևոր է առաջին հերթին Մեծ Բրիտանիայի համար, այնպես որ պետք է իրանց պետության շահերով առաջնորդվեն եւ վերադառնան։ Եվ նույնիսկ ես շատ ափսոսեցի, որ Դեյվիդ Քեմերոնը չհասցրեց այդ ընթացքում քայլեր անի, որտեղ իրանց կառավարությունը պարզապես ընտրություններում պարտվեց։ Բայց քանի որ ամենաառաջի օրվանից ես ասել եմ, որ արտաքին քաղաքական հարցերում Կիր Սթարմերը շարունակեց նախկինների արածը, նույնիսկ նախկինների սխալը մյուս հարցերում նշելով, բայց արտաքին քաղաքականությունը ակտիվ շարունակեց նաև Ուկրաինային աջակցության հարցում, բայց հիմա այն, որ ինքը ասում է նախկինների սխալը Brexit-ի դուրս գալը, չնայած հանրակրվեով ա եղել, այդքան չարժե մեղադրել զուտ կառավարությանը, որովհետև հանրակրվեով որոշվեց եւ Դեյվիդ Քեմերոնն էլ հրաժարական տվեց, ցույց տվեց, որ ինքը դրա հետ համաձայն չի, բայց իր կշիռը չբավարարեց, ժողովուրդը չլսեց, բայց այս տարիների ընթացքում իսկապես Մեծ Բրիտանիայի ժողովուրդը տեսան, որ տեղից էլ իրանք մինչև հիմա չեն հաշտվում են մտքի հետ, որ իրանք կայսրություն չեն, հիմա էլ մեկ էլ հիմա մտածում են, որ այնտեղ որ լավ արտոնյալ վիճակով Եվրամիության անդամ էին, հիմա իրանք դրա մեջ էլ չեն։ Արդյունքում ստացվում է իրանք մի հատ փոքր քիփլիկ պետություն են, իհարկե այդքան էլ փոքր չեն։ Ես նկատի ունեմ, որ այն ծավալները, որը իրանք ունեն, Եվրոպայում իրանք վերադառնալը օդի ու ջրի պես պետք է Մեծ Բրիտանիային, Եվրոպային եւ աշխարհին։ Այդ դեպքում կարծում եմ նաև մեզ, որովհետև մենք էլ ենք կարծում Հայաստանի ապագան եվրոպական ընտանիքն է։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։